Շնորհակալություն, պարոն Մեմարյան, մենք անդադ էկոպարեկային ծառայությանը տարբեր լիազորություններ ենք տալիս եւ գիտենք, որ նաեւ աշխատավարձների մասով հատ չի իրենց վճով արձադրումները, բայց Հայանտար փողակին ինձ թվում է շատ եկան տեսում այդ իմաստով բավականին ցածր են վարձատրում եւ ես լինելով մի մարզից, որտեղ անտարային տարածքներ շատ են եւ փայտանյութի խնդիր բարբերաբար լինում է, ես կարծում եմ իրենց մասով հատուկ քննարկման կարիք այդ մարդկանց աշխատավարձները բարձրացնենք, որտեղ իրոք շատ մեծ աշխատանք են անում, բայց շատ քիչ վարձատրվում են ու հիմնական խնդիրներն իրաց ուսերին, էկոպարեկը իրաց վրա է գործարարություն, բարեկային ծառայությունը իրաց վրա է գործարարություն, երբեմն տեղին, երբեմն անտեղին, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, պարոն Դանիելյան, մեզ ճիշտ ասած շատ օգնող հարց եք բարձրացնում, անպայման կանդրադառնանք սրան։ Մեր նշեմ, որ Հայանտար ՊՕԱԿ-ի ընդհանուր բյուջեն ձևավորվում է երկու ուղղություններից, մեկը մեր պետբյուջեի ֆինանսավորումն է եւ հաջորդ շատ ավելի մեծ մասը իր ձեռնարկատիրական եկամուտներից եղած վճարներն են։ Ես մի ուղղակի ասեմ, թե ինչ ճանապարհ ենք անցել, սկզբնական շրջանում Հայանտար ՊՕԱԿ-ը շատ ծանր ֆինանսական վիճակում է եղել եւ տարիների ընթացքում Հայանտար ՊՕԱԿ-ի ֆինանսական վիճակը շատ բարելավվել է եւ այս տարի միայն ձեռնարկատիրական եկամուտները գերազանցել են 2 միլիարդ դրամը։ Այսինքն ՊՕԱԿ-ը նոր գալիս է կարգավիճակի, որ կարողանանք նաեւ այս հարցերին անդրադառնանք եւ հասցեագրենք։ Շնորհակալություն հարցի համար, ես կաշխատեմ։ Տեսեք, դուք ինքներդ եք նշում, որ իրանցը կեսը պետությունն է ֆինանս տալիս, կեսը իրենց չարչարվելով ստեղծում են այդ տնտեսությունը, վաճառում եւ գումարագոյանում, ակնհայտ է, որ իրենց չարչարանքը շատ մեծ է, համար համոզված եմ դուք եք այդ կարծիքին, այդ խնդիրը եկեք քննարկենք, փորձենք լուծել, ինձ բազմաթիվ անգամ են դիմում այդ մարդիկ, շնորհակալություն։